Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն որ ինձ հետ եք եւ շնորհակալություն բաժանորդագրումների լայքելու եւ տարածելու համար, դա բավականին օգնում է եւ հնարավոր է առաջիկայում այս ֆորմատը ինտերակտիվ ասվածը ընդլայնել եւ փորձել արդեն տաղավարային ձևաչափով հանդես գալ, բայց այդ ամբողջը շատ բաներ է ենթադրում, ուստի փորձենք առայժմ այսպես տեսնենք, եթե լինի հետաքրքրությունը մեծ, իհարկե կանենք։ Հիմա մի փոքր ավելի ցած ուղիղ զրույց է ստացվում եւ ավելի շատ փորձում եմ մեկնաբանել հասարակության կարծիքները վերջին շրջանում, որովհետեւ բոլորին արդեն հայտնի են քաղաքական դաշտում ինչա կատարվում, եթե կարելի է դա որակել քաղաքական դաշտ։ Ես դե քանի որ արդեն շատ քաղաքացիների համար բարձ ու հասկանալի է, իհարկե ամեն ինչ շատ լավ է լինելու, ոչ միայն լավ, այլ շատ լավ է լինելու, որովհետեւ լավի մասով այսօր արդեն առաջին ծնծաղիկները տեսնում ենք մեծ հաշվով։ Բանա եւ պետք է հասարակությանն էլ փորձել բերել այս դաշտ, փորձել տեսնել ինչու են այս կամ այն կերպ մտածում, որովհետև այդ քաղաքացիները ի տարբերություն ընդդիմադիր իրենց հռչակած ուժերի, ասեմ, որ քաղաքացիները չունեն բացարձակ որևիցե մեղավորություն, որ մտածում են այսպես կամ այնպես։ Ընդհակառակը այդ ամեն ինչը բոլոր քաղաքական, ողջ քաղաքական դաշտի ձախողումն է, եթե քաղաքացին հանկարծ ինչ-որ մեկի համար սխալ է մտածում կամ կարող է այդպես որակվի, որովհետև քաղաքացին ընկալում է այն, ընդունում է այն, ինչ որ իրեն տալիս է։ Եվ երբ որ հակասական բաներ են լինում, այստեղ սկսում ենք մտածել, իսկ ինչու է այսպես։ Իսկ եթե խոսքը վերաբերում է մեր պետությանը, ինչու են այս մի կեսը սենց ասում, այն մի կեսը նենց ասում, որովհետև երբ որ պետությանն է վերաբերվում, պիտի որ սրտացավությունը մի փոքր այլ տեղ տանի, հա։ Նախ եկեք մենք հասկանանք, իսկ ինչ կոնսենսուս կա առհասարակ։ Կա քաղաքական դաշտում կոնսենսուս պետականության մասին, այսինքն կա այնպիսի հարց, որը եթե բխում է պետության շահերից, բոլոր կողմերը համաձայն են։ Բնականաբար չկա, որովհետև ժողովուրդ ջան, գիտեք ոնց, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այո, այսօրվա դրությամբ եւ ոչ միայն այսօրվա դրությամբ, այս քաղաքական ուժերը ունեն իրենց նեղ խմբակային շահերը եւ անգամ պետության մասով առաջնորդվելուց մշտապես փորձել են առաջնային դասեն իրենց նեղ խմբակային շահերը։ Բայց սրան դեռ կանդրադառնանք, կա այդպիսի բան, եւ գիտեք, ամեն երկրում է այդպես, հարցը դա չի, բայց ես կարծում եմ, որ մեր պարագայում գոնե պատերազմը պետք է մեզ ահագին այս մասով դասերակած լիներ, զսպած լիներ եւ դարձներ ավելի պետականամետ հասարակություն, բայց արի ուտես, որ ցավոք սրտի կարողացան որոշակի պարակտումներ մտցնել եւ փոխադարձ երկխոսությունը այնպես անել, որ չստացվի։ Այդ դրա համար են իրանք շատ սրում, վիրավորում ընդհանուր միջև, որպեսզի երկխոսություն իրենց հետևորդների ու այնուսների հետևորդների միջև հանկարծ չստացվի։ Եվ որովհետեւ եթե հանկարծ ժողովուրդը հասարակությունը սկսի նորմալ զրուցել, շփվել, հավատացեք քաղաքական բոլոր ուժերը, նո այս նախ այդ քաղաքական ուժերը կքչանան, որովհետեւ շատերը կհասկանան, որ այդտեղ անելիք չունեն, չեն կարողանում խաբել եւ երկրորդ կսկսեն արդյունավետ աշխատել։ Բայց ինչ են իրենք անում, ինչ որ մեկ թեմա են նետում դաշտ, սկսում են ամեն մեկը մի կերպ մեկնաբանել, մենք էլ որս ում ավելի շատ ենք վստահում, մտնում ենք այդ խաղի մեջ, առանց խորքային գիտակցելու, թե ինչից է, ինչի հետևանքով է այդ կարծիքը ձևավորվել, ու նրանք էլ հասկանալով, որ այսպես թե այնպես ունեն հետևորդներ, իրենց վստահողներ եւ այլն, անընդհատ շարունակելով վերարտադրվում ու վերարտադրվելու են։ Այնպես չի որ բանը։ Մեր պարագայում մենք պիտի էլ իսկապես պիտի ավելի կենտրոնանանք այս ամեն ինչի վրա, ինչը չստացեց հենց ընդդիմության պատճառով այս պարագայում, ես իրոք օբյեկտիվորեն եմ սա ասում, որովհետև պատերազմից հետո այն մոտեցումը մարդկանց իրավունքների չարաշահումը, ոտնահարումը, այն մեկնաբանությունները զզվելի, այն վիրավորանքները, որ կարող է ստանալ ժողովուրդը, այդ ամեն ինչը նետելուց հետո չէ որ դրա արդյունքներն էլ պիտի բան անես, ընդունես, որովհետև եթե դու ցանել ես ատելությունը, չես կարող այդտեղից ընձել բարություն, սեր, հարգանք, ես շատ գիտեմ ինչ, ինչքան էլ որ մենք փորձենք դա այդպես տանենք։ Հիմա այսօր ազգային ժողովի հայտարարությունների ժամն էին նայում, հայտարարությունների ժամին էլ ով ինչ ուզեց խոսեց ու դե քանի որ երեք խոսել ենք թոշակների հետ կապված բաներից, այդ տարբերություններից, հա, եկեք համառոտ դա ասեմ ու մի գրառմանոց մասին դրա տակ եղած մեկնաբանությունների մասին խոսենք, եթե թույլ կտաք, եթե դա հետաքրքիր է։ Իմ կարծիքով հետաքրքիր կլինի։ Տեսեք, նախ համառոտ առաջին հատվածը, ողջույն մեզ բոլոր նոր միացածներին։ Նախ առաջին հատվածով թեման հետեւյալն է։ Չասենք լավ է թե վատ է, մենք խոսում ենք հիմա թվերով։ 2012-ից 18 թվականը 6 տարիների ընթացքում թոշակը եղել է ընդհանրապես բարձրացել է 3000 դրամով, 13000-ից դառնալով 16000։ Սա փաստ է։ Նվազագույն թոշակի մասին է խոսքը։ Դրեցինք մի կողմ։ 18-ից 25 թվականներին թոշակը դարձել է 36000, նվազագույնը։ Սա նույնպես փաստ է։
Իհարկե իշխանությունը այստեղ շահեկան դիրքերում է, որովհետև որոշակի համակարգ է մտածել որոշ բանկերի հետ աշխատելով, հա, որ 20% քեշբեք լինի, սրանից ոչ բոլոր թոշակառուներն են ցավոք սրտի դեռևս կարողանում օգտվել եւ ահագին հարցեր կա սրա հետ կապված, բայց ասենք որ մոտավորապես եթե 7000 էլ կողքից եկա մոտավոր միջինը, մեկը կարողանում է օգտվել, մյուսը չէ, միջինը վերցնենք որ նվազագույն թոշակը 40000 դրամ։ Հիմա այստեղ ինչ ասում, ընդդիմությունը ազգային ժողովում ասում է այ դուք շատ չեք բարձրացրել, որովհետև բանա մոտ 9000 դրամը գնաճին է պատկանում։ Այսինքն դե գիտեք, որ փաստ, մյուս փաստը, որ երբեք դեֆլյացիա չի լինում։ Միշտ լինում է ինֆլյացիա, ինչի արդյունքում թանկանում ամեն ինչ։ Մշտապես երբեք ոչ մի բանը չի էժանանում։ Եթե էժանանում է իր ժամանակաշրջանի մեջ, հա, կարա մի բան էժանանա, բայց երբեք համընդհանուր էժանացում չի լինում, որովհետև կա ինֆլյացիա։ Եվ ասում են 9000 դրամը դա է։ Թվերը հասկացաք, չէ՞։ Ես այսօր վերցնում եմ երեք սրա մասին խոսել էի, առաջի օրը խոսել էի, մի օր խոսել եմ, մի քանի օր այս թեմաներով խոսել եմ, քննադատել եմ, թե իշխանություններին քննադատել եմ, թե բաներին, նախկիններին։ Այս մասով տարբեր թեմաների շրջանակներում եմ միջայլով։ Բայց այստեղ բնականաբար չենք կարող չնկատել, որ ամեն դեպքում իշխանությունը իսկապես շահեկան դիրք է, որովհետև այդ մարդիկ համարյա երրակին ու կրկնակի, լավ երրակի է դարձել թոշակ, այսինքն կրկնակի անգամ ավելացրել են։ Չես կարող այստեղ բան ասել։ Այնինչ նրանք ավելացրած են եղել 20%-ով ընդամենը, 25%-ով։ Հիմա այսօր ազգային ժողովում քննարկում են այս թեման, ոչ թե քննարկում են, փորձում են նվաստացնել այս թեման, հաշվի առնելով, որ միևնույնն է 40000 դրամն էլ չի բավարարելու այդ նվազագույն թոշակը, չի բավարարելու, որպեսզի թոշակառուն նորմալ ապրի, ոչ թե նորմալ, գոնե նվազագույն ձևով ապրի, չունենա բարդագույն խնդիրներ։ Սա բոլորն են հասկանում։ Ընդունում են բոլորը։ Ու սրանից օգտվելով ընդդիմությունը, այս քաղաքացիների սիրտը շահելու համար անընդհատ դա է բերում օրինակ, որպեսզի այն մարդիկ, որ իսկապես չեն կարող դրանով ապրել, չնայած նվազագույն սամպյուղի չեմ սահմանում ագոնե առաջին անգամ, որովհետև երբեք դրան ասած չի եղել։ Սա ֆիքս ենք էլի։ Փորձում են այդ մարդկանց սիրտը շահել, որ այդ մարդիկ են, դա արես մարդիկ են, իրաց անհրաժեշտ 1000 բան կա։ Ուրեմն վայ, այս մարդը սրա մասին խոսեց, ի՞նչ լավ է։ Կամ առնվազն, եթե այդ մարդու դեմքն էլ չհիշեն, այո, այն տրամադրությունները, որ լինում է արհեստական ձևակերպման իշխանությունների հասին, դա սկսում է աշխատել որոշակի տոկոսով, հա, որովհետև ոչ բոլոր տարածքները կնստեն երկար բարակ կքննարկեն, ուսումնասիրեն, հասկանան, թե ինչ է իրականում կատարվում եւ մանիպուլյացիան որտեղ։ Այնուամենայնիվ, սրա մեջ կա այսպեսի մի հատ բան, տեսեք, ոչ ոք չի ցանկանում դրան ուշադրություն դարձնել, ինչի մասին որ գրել եմ։ Այդ 3000 դրամը, որ 6 տարում ավելացրել են նախկինները, այդ ընթացքում նույնպես եղել է ինֆլյացիա։ Այսինքն, եթե օրինակ հիմա ինֆլյացիան հաշվարկվում օրինակ 9000 դրամ չափով, այդ ժամանակ է 5-6000 հաստատ եղել է։ Այսինքն, մեծ հաշվով իրենք դա էլ չեն ավելացրել, ճիշտ հակառակ մի բան էլ պակասել է, որ այդ գումարի բանով, որովհետև ինֆլյացիան այսպես թե այնպես միշտ մշտապես գնում է։ Մոտավորապես սա է փորձել ձևակերպել իմ գրառման մեջ Facebook-յան, ու մարդիկ կային արտարացիորեն եւ սա եզակի դեպքեր չէ, մարդիկ կային մեկնաբանություն էին գրել, որ հոգնել են նախկին ներկա թեմայից։ Հիմա ես այս ամբողջ նախաբանը դրա մասին եմ, որ ուզում եմ նախկին ներկա թեման հոգնելը, չհոգնելը հենց հիմա փորձենք մեկնաբանել։ Նայեք, ժողովուրդ ջան, հոգնել, եթե ձեզ թվում է օրինակ ինձ հաճելի է կամ որևիցե մեկին վստահ եմ հետևորդների 90%-ը ցանկանում են նոր ու հետաքրքիր բաներ լսի։ Նոր ու հետաքրքիր բաներ առաջիկայում ես ինքս կփորձեմ ներկայացնել, բայց ես գրած կգամ, որ այդ նոր ու հետաքրքիր բաները չեն ունենալու այդ դիտողականությունը։ Չնայած ոչինչ, դուք գիտեք, որ ես դրա հետևից շատ չեմ ընկնում, անգամ մի ամբողջ գիրք եմ կարդացել ու եթերում ունենալով դամեն այդ պայդրությամբ 30-35 դիտող, հա։ Բայց միևնույնն է, կարծել եմ, որ դա լավ բան է, թող լինի։ Իմիջիալից առաջիկայում պատրաստվում եւս մեկ գիրք կընթերցեմ ձեզ համար, շատ հետաքրքիր գիրք։ Անգամ կարող եմ հենց հիմա ցույց տալ, թե խոսքը ինչի մասին է։ Ես նոր եմ նվեր ստացել, շնորհակալություն նախ նվիրողին, չգիտեմ ով է նվիրել, որովհետև թողել էին աշխատանքից վայրում, կոչվում է Բունյաթովի գրական պատմական հայեցակարգը ու բավականին հետաքրքիր թեմայի անդրադարձ լինելու կապված է Ադրբեջանի բանի հետ։ Բայց գիրքը ամբողջը բնականաբար չեմ կարդալու, այստեղ մի քանի լեզուներով է եւ հայերեն հատվածը հայեցքանն է, որը որ ընթերցելու եմ ձեզ համար։ Սա դնենք հիմքով։ Հիմա ժողովուրդ ջան, այդ նախկին ներկա թեմայի մասին հոգնեցնող խոսույթը իմիջայլոց, եթե կուզեք իմանալ, պատկանում է հենց նախկիններին, ովքեր որ ձեզ փորձում են հոգնեցնել, ձանձրացնել, եւ իրենք են շատ իրենց սատելիտները, անձամբ իրենք Քոչարյանը անձամբ չի ասում ու ասում, բանա, այ նախկին ներկա դիսկուրսից հոգնել, ոչ, իրենց սատելիտներով լցնում են այդ հոգնեցուցիչ բանը, որ դուք կարծեք թե դուք հոգնել եք։ Բայց իրականում, եթե անգամ դուք գնաք ինչ-որ մեկ այլ քաղաքական ուժի ձայն, դա 26 թվականին, միևնույնն է, այդ խոսակցությունը լինելու է, որովհետեւ եթե մեկ այլ երրորդ ուժ հաղթի օրինակ ընտրություններում, այդ բaragան կապան դառնալու է նախկին իրենք մեկը, անընդհատ այդ դիսկուրսը գնալու է, որովհետեւ համեմատական այլ ակումբ գոյություն չունի։ Դու չես կարող քո այսօրը համեմատել վաղվա հետ, որովհետեւ այն դեռ տեղի չի ունեցել։
Հասկանում եք։ Ու այստեղ ամենահետաքրքիրն է, որ 1000 կներեք, բայց 2021 թվականին մեր հասարակությունը, մեր ժողովուրդը իր ձայները այդպես է բաշխել։ Այդպես է բաշխել։ Հասկանում եք։ Տվել է այսքան ձայն։ Այս խմբակցություններին, այսքան ձայն, այս խմբակցությանը։ Եվ այդ ժամանակ ասում ենք, չէ՞ որ եթե դուք այդպես ընտրեք ժողովուրդ ջան, մենք չենք բրծնելու այս խոսակցությունից նախկին ներկա։ Չենք բրծնելու, իսկ այդ ժամանակ արդեն խոսում էին։ Ու արդեն շատ մարդիկ ասում են մենք օգնել ենք։ Չենք բրծնելու, որովհետև եթե գա իշխանությունը ասի, այս ինչ բանն եմ ուզում անեմ, ընդդիմությունը ուզենա, եթե ընդդիմությունը դաշնակներն են, հանրապետականներն են, մի խոսքով նախկիններն են, եթե իշխանությունը ասի, այս ինչ բան ենք անում, ընդդիմությունը չի կարողանալու քննադատել դա, որովհետև ցանկացած քննադատման պարագայում իշխանությունը ասում է արդարացիորեն, ասում է ախպեր ջան, ո՞նց է դու ինձ քննադատում, եթե քո համեմատ ես այս ինչ հարցը օրինակ երրորդի անգամ լավ եմ լուծել։ Ու սա օբյեկտիվ պատասխանա, չեք կարող ասել այդպես մի պատասխանի։ Չի կարող չպատասխանի, որովհետև ասենք օրինակ պատկերացրեք աշխարհի ամենաանբարոյականը, գա խոսա, ասենք մի երիտասարդ աշխարհ բարոյականությունից։ Չի կարող չէ՞ նման բան լինի, որովհետև նո, անկախ նրանից սա ով է ով չի, ասում եմ դու քեզ նայել։ Դու ո՞նց կարող ես ինձ ասել։ Այս սա է իրականում։ Այդ դրա համար երբ որ ասում ենք մի գնացեք ձեն մի տվեք, նե դրանց ձեն մի տվեք, որովհետև այստեղներս են հասցնելու։ Այս ամեն ինչ այս 5 տարին մենք տեսնում էինք ձեր ցավը տանը։ Տեսնում ենք որ ասում ենք։ Մեկը ես, եկեք ես իմ մասով պատասխանատվությունը բանալ։ Ես տեսնում եմ այս ամեն ինչը ու ասում եմ։ Պարզապես ասեմ որ ասում եմ, բայց ոնց որ դառնում է ինքնահավան ներկայանալու տեղ բան, չէ՞ որ յանի դրտես։ Բայց այնուամենայնիվ որոն բռնելի լինի։ Հիմա մարդիկ կան ասում են որ դե թող ուրիշ բան առաջարկեն, ժողովուրդ ջան։ Տեսեք, քաղաքական թիմ է, ամեն մեկը քաղաքական թիմ է ու ինքը իր ռազմավարությունը մշակում է։ Հասկանում եք։ Օրինակ քաղաքացիական պայմանագիրը չի կարող մեկ այլ դեմք ներկայացնել բացի Նիկոլ Փաշինյանը, որովհետև մի բարձ պատճառով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ ամենաբարձր ռեյտինգը հասարակության մեջ ունի Նիկոլ Փաշինյանը կուսակցականներից։ Հասկանում կարող եք հանգիստ հացում անել կուսակցականների մասով։ Բնական է որ կուսակցությունը դա պիտի անի։ Եվ եթե դուք կարծում եք թե այլ կերպ հնարավոր է, ապա խնդրեմ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է։ Ինքներդ մի փորձեք կուսակցություն ձևավորել։ Տեսնենք կարող եք այդ ժամանակ բախվելով առաջին իսկ խնդիրներին դուք կհասկանաք ինչքան բարդ է ամեն բան։ Չէ՞ որ խելացի, adekvat ու չգիտեմ ոնց ամեն ինչով լավ բաներով ամեն դրականով օժտված քաղաքացին նստած չի սպասում որ նկատեն իրեն գնան վերցնեն բերեն դնեն չգիտեմ առնեն այդպես չի լինում քաղաքական կա ներկուսակցական քաղաքական պայքար եւ կա այսպեսի բան առանձնակ քաղաքական պայքար սա է հարցը հիմա եղածը դրա շրջանակներում է ասում են այդքան խելացի մարդիկ կան որտեղ այդքան խելացի մարդ կան ընտրեմ գնացեք հավաքեք ինքներդ ներկայացեք տեսնենք կստացվի ո՞նց կարա ստացվի հազար բան կա էլի այստեղ եկեք մի քիչ այս ամեն ինչից մենք մեզ դուրս դնենք, որովհետև շատ դեպքերում այդ որ ասում ենք, այ հոգնել ենք արդեն այս խոսակցություններից, այ հենց այդ հոգնածության պատճառը հենց այն է, որ մենք մեր ձեռքով որպես հասարակություն գնացել ենք 300,000 ձեն, ավելի քան 300,000 ձեն։ Տվել բերել ենք ազգային ժողով, ասել ենք դուք ընդդիմություն ունեք։ Ու հիմա այն առավոտից նայում ենք թե իրանք իշխանություններին, ինչ են ասում, իշխանությունները պատասխանում են։ Մի շատ հարգարժան կին կար, տիկին կար, ասում է, թող գործով ապացուցեն։ Գործով ապացուցեն ով է լուսաբանալու, որ դու իմանաս այդ գործը։ Որտեղից ես իմանալու այդ գործը։ Եթե հիմա Երևանում նստած դու չգիտես օրինակ գյուղերում ինչքան գործ է արված, որպեսզի գնահատես թե արդյոք աշխատել են թե չէ։ Եվ դու հոգնել ես արդեն այս զրույցներից, կներես առանց լուսաբանման դա ո՞նց է լինում։ Չի կարող ստացվի։ Իսկ պետություն կառավարելը, այո, այդպեսի բան է։ Որտեղ որ ցանկացած գործողություն անելուց դու կարող ես 10-ին լավ լինես, 3-ին վատ լինես ու դա բավարար է, որ այլ մեկնաբանությունների առիթ է։ Բայց մենք պիտի մի քիչ իսկապես էլի ուղղելով դատենք։ Ես գիտեք իմ պետության մեռած մարդ եմ։ Ես ինքս շատ աշխատանքներից գոհ եմ։ Որոշ աշխատանքներից դժգոհ եմ անտանելի։ Ինչ աշխատանք։ Եվ բաներ ուղղություններ կա որ ես առհասարակ աշխատանք չեմ տեսնում այդտեղ։ Արդյոք դա չի, բայց ես չեմ կարող ասել ոչինչ չեն արել, որովհետև ահռելի բաներ են արել, ահռելի քանակով։ Այ եթե դուք ձեզանից որևիցե մեկը տեղափոխվեր ապրելու մի հեռավոր գյուղում, ինքը կտեսներ այդ տարբերությունը։ Երբ որ իր մաշկի վրա ամեն օր զգար ճանապարհի կարևորությունը, երբ որ իր մաշկի վրա ամեն օր զգար իր սեփական երեխային մակապարտեզ տալու բարդությունը եւ անհնարինությունը, զգար իր մաշկի վրա ամեն օր իր երեխայի կրթության մասին խնդիրները, կհասկանալ բանարվելա թե չէ։ Իսկ կներեք Հիմի կան մարդիկ են ինչ են ասում, հա դե ինչ ասում են դուք այդ 2-3 բան եք ասում։ 2-3 բան չի, նախ Հայաստանի Հանրապետությունը արդեն ռազմարտությունաբերության ոլորտում էլ ունի լրջագույն ձեռքբերումներ։ Բանակում տեխնիկական առումով
բավականին լուրջ ձեռք բերում եք։ Իսկ հեսա միլիարդներ են։ Իսկ դուք ո՞նց եք կարծում հնարավոր է որ բոլորը միասին արվի։ Ոչ, այդ ամեն ինչը չխտայով կապված է իրար։ Որ խնդրին կտրում ես, բարձվում ես կողքներ պիտի արվի, կողքը, ու դու չես կարող այդ լայն տեմպով գնալ, առավել եւս որ արտաքին ներդրումների վրա նույնպես փորձում են ազդել այսօրվա ընդդիմադիր կոչվածները, ամենայն դեպս հայ ազգիների վրա հաստատ ազդում են։ Հասկանու՞մ եք։ Դրանից ո՞նց կարող եմ չխոսել կամ չասել։ Կամ որ ասում ենք, դա ստացվում է որ բանա նախկին ներկայի թեմա, ոչ։ Հիմի նախկին ներկայի թեման ուրիշ տեղ է։ Նախկինն ու ներկան դրանք դեմքեր չեն։ Նախկինն ու ներկան դրանք ուժեր են։ Հասկանում եք։ Այսինքն, այդ նախկինը պարտադիր չի լինի Սերժի ու Քոչարյանի ու մյուսի դեմքով։ Եվ ներկան էլ պարտադիր չի լինի Նիկոլի դեմքով։ Այո, բայց գաղափարախոսությունը նույնն է։ Օրինակ, Աշկովս ընկավ դուք ինը գիտեք, մեծ հայտարարություններ արել ու բավականին վտանգավոր հայտարարություններ արել, ինչին լուրջ կարելի է վերաբերվել, բայց դրա Սալավյովի պատասխանը խոսույթը նույնպես, որը հազարավոր մարդիկ շատ լավ պատասխանեցին, բայց մեկ էլ նայում ենք Հայաստանի ներսում, դե գիտեք, Անժիկ Static News կա, չէ՞։ Անժելա Թովմասյանը հրապիրել է մեկին, ով մեր հայկական իրականության մեջ ինչպիսի արտահայտություն է անում, դա դեռ քիչ է, նրա հետ համաձայն մարդիկ կան մեր հասարակության մեջ, այդքան ուղեղները լվացած է։ Ու երբ որ մենք այսքան ետեր ենք անում, ինձ ամեն օր դիտողները, հիմնական դիտողները, շատ դեպքերում ասում են լավ, այսօրվանը չեմ նայել, վաղվանը կանայեմ, որովհետև իրենք գիտեն մոտավորապես իմ մտածելակերպը, մեկնաբանելու ձևը, բայց շատ ամեն որ նոր մարդիկ դիտեն, փորձեն նոր բան հասկանան, նոր ձևով նայել աշխատին, որովհետև այնքան են այս մեդիա տերորի ենթարկել մեր ժողովրդին, որ մարդիկ կան բառացիորեն այլ իրականության մեջ են ապրում, ամբողջովին այլ իրականության մեջ։ Ու եթե նրանց ասենք մի կողմում կանգնացնես, չգիտեմ, Ալիևին, մի կողմում Փաշինյանի արունը կխմեն, Ալիևին կթողնեն։ Այստեղ են բերել հասցրել, հասկանում եք։ Հիմա եկեք մի հատ նայենք ինչ ասում սա։ Սա բակար լուրջ են ընդունել Սալավի ասածը։ Դրա իհարկե Սալավյովը ինքը ուղղակիորեն փաստորեն եթե օկուպացիոն ռեժիմը այս մեր համար գոնե եթե չի։ Օկուպացիոն ռեժիմը Ռուսաստանը ասում է, եթե ես հատուկ ռազմական գործողություն արեցի, կարող եմ այդ օկուպացիոն ռեժիմը ոչնչացնեմ։ Իսկ այդ գործողությունը կոչվում է ազատագրում, եթե օկուպացիոն ռեժիմը ոչնչացնում է։ Դրա համար ինձ կարծում բականի խառնվել են իրար։ Հասկանա։ Ներսրտել են ասում են Սա բական լուրջ են ընդունել Սալավի ասածը։ Սա իհարկե Սալավյովը ինքը ուղղակիորեն փաստորեն եթե օկուպացիոն ռեժիմը այս մեր համար գոնե եթե չի։ Օկուպացիոն ռեժիմը Ռուսաստանը ասում է, եթե ես հատուկ ռազմական գործողություն արեցի, կարող եմ այդ օկուպացիոն ռեժիմը ոչնչացնեմ։ Իսկ այդ գործողությունը կոչվում է ազատագրում, եթե օկուպացիոն ռեժիմը ոչնչացնում է։ Դրա համար ինձ կարծում բականի խառնվել են իրար։ Հասկանա։ Հասկացա՞ք, չէ՞ ինչ ասում։ Ասում է, նո, արդարացնում է Սալավյովի ասածը, ու ասում է, եթե մեր ռեժիմը օկուպացիոն ռեժիմ է, ուրեմն Ռուսաստանը եթե գա ու մեր օկուպացիոն ռեժիմից մեզ ազատի, դա լինում է ազատագրում, ոչ թե լինում է մեծ մարդ է, տարիքով մարդ է։ Ու ներկայանում է որպես ես եմ փիլիսոփա երևի, քաղաքական մտքի գիգանտ։ Այսինքն մարդը հրավիրում է օտար ազգի ներկայացուցիչ, իսկ ռուսը, ինչպես եւ բոլոր այլ ազգերը, օտար են։ Օտար ազգի, օտար պետության ռազմական ուժերին հրավիրում է իր չսիրած, մենակ դրա համար որ չի սիրում, իր չսիրած ղեկավարներին վերացնի, հանրության ձայնը վաստակած ղեկավար, ու դա համարվում է ազատագրում։ Այսինքն հիմա ըստ այս մարդկանց Ռուսաստանը իրոք Ուկրաինայում ազատագրման զբաղված։ Դե եթե գնանք քո մտածելակերպով, դու չես գոնե դու չես կարող մեղադրել Ադրբեջանին, որովհետև դու 90-ական թվականներից Արցախը ճանաչելով Հայաստանից դուրս, Ադրբեջանի կազմում ավելի կոնկրետ, դուք տվել եք դրա իրավունքը, որպեսզի Ալիև այսօրացից ազատագրել եմ։ Այս խոսույթով դա եք անում դուք։ Հասկանում եք։ Ինչ անա։ Ես ասելի եմ կրկնում, Քոչարյանին ատելով, բայց նրա պարագայում ես չի ասի, թող ֆրանսիացին օրինակ գա մեզ ազատագրի սրա ձեռից։ Հասկանում եք դուք ինչ եք խոսում։ Հասկանում եք որ լեգիտիմացնում եք դուք Ռուսաստանին ասում եք որ այո, այստեղ կա հասարակության մի շերտ, ով սպասում է որ դու կգաս ու մեր երկրում, մեր երկիրը կզավթես ու կդնես կնշանակես քո մարիոնետին, քո սապի ուզածով ու կգնաս մենք կփայենք եւ դա մենք կհամարենք ազատագրում։ Դուք համարել եք նման գործողությունները ազատագրում։ Այդ ձեր տեսակը առաջին հանրապետության վերջն է տվել։ Առաջին հանրապետության վերջը տվել է ձեր տեսակը, ով ասել է չէ, մեզ հայկական պետական միավոր պետք չի։ Սրանք բռնապետեր են, սրանք մենք լեսող չենք, մեզ պետքա կայսերական մեկը, կայսեր մեկը, որ ինչ ասի ուլի պես խելոք անենք, որովհետեւ գիտեք մենք ենթարկողած չենք ու դրանից տվլիկը մանրապատում են։ Հասկանում եք դու ինչ ես խոսում արա։ Ու սա խոսվում է համ տիրույթում, մեծա տիրույթում։ Սա մեծա տիրույթում է խոսվում, ես չգիտեմ, սրանք պետք է արձագանք լինի, թե չէ։ Իրավական արձագանք, կա իրավական որևիցե կետ, որ սրանք կարելի է իրավական արձագանք տալ։ Սա խայտարակություն է, խայտարակություն։ Քո պետության սուվերենությունը Սալավի ասածը։ Սա իհարկե Սալավյովը
ինքը ուղղակիորեն փաստորեն եթե օկուպացիոն ռեժիմը այս մեր համար գոնե եթե չի։ Իսկ մեր համար ասում գոնե եթե չի։ Օկուպացիոն ռեժիմը Ռուսաստանը ասում է, եթե ես հատուկ ռազմական գործողություն այցի կարող եմ այդ օկուպացիոն ռեժիմը ոչնչացնել։ Իսկ այդ գործողություն կոչվում է ազատագրում, եթե օկուպացիոն ռեժիմը Ով է ումից ինչ ազատագրում, արա։ Ով է ումից ինչ ազատագրում, արա։ Ով ումից ինչն է ազատագրում։ Ռուս զինվորական օրինակ Հայաստանում ումից է ինչ ազատագրում։ Ու այո, այդ սրա համար էր, այդ սրա համար հալալ է այսօրվա իշխանությունը, որ ձեր նմանների բոլորի գաղափարական պատկերացումները, այս հոգիներից այդ բռնացած հանես դրես ջրի երես։ Հանես, իհարկե, էլ եմ ասում բազմաթիվ այդ խնդիրներ կան, եւ հանրության մի մասն էլ գուցե ասի հոգնել ենք, չգիտեմ, ինչ ենք արել։ Հոգնեք, չհոգնեք, կներեք, իմի սրան պետք է հակադարձել, թե հոգնել եք։ Քոչարյանի մանկլավիկներից մեկին կարելի է հակադարձել, թե հոգնել եք։ Իսկ իրանց էջում ասենք օրինակ Անժելա Թովմասյանի էջում մտնում գրում եք, դե հոգնել ենք, էսի չեք խոսում բան։ Չէ, չեք գրի։ Չեք գրի, որովհետև դուք շատ լավ գիտեք, թե ինչպես ձեզ կպատասխանեն։ Եվ դուք չեք էլ պատկերացնում, որ այդ ձեր միակողմանի հոգնելը գրելու արդյունքում ոնց եք հայտնվելու հենց նրանց ձեռքի տակ։ Եվ բոլորիս էլ դնելու, չգիտեմ ինչի մեջ։ Դրա համար իսկ արդյունքում բականի խառը։ Ապշելու բան է, ապշելու բան։ Կամ օրինակ, իսկ որ ուժն եք դիտարկում երրորդ ուժ, Հայաստանի Հանրապետությունը։ Ես օրինակ երրորդ ուժ չեմ փնտրում։ Այո, ես գիտեմ, որ կա երրորդ բաց դաշտ, բայց այդ դաշտում փորձում են տեղավորվել այնպիսիները, ովքեր աֆիլիացված են այսպես թե այնպես նախկինների հետ, եւ բլոկ դնելով իմիջիալոց։ Եվ առողջ ուժերը այնքան էլ չեն կարողանում այդտեղ մտնել, որովհետեւ ռեսուրսների խնդիր է։ Ռեսուրսների խնդիր։ Որովհետեւ լուսաբանում պիտի տեսնի, չէ՞ մարդը, պետք է իմանա ոնց է տեսնում ու իմանում։ Մենք այս բաները չենք ուզում հաշվի առնենք։ Եվ այո, հենց այս քանի որ սրանք նախկինները տիրապետում են դեռևս որոշակի ռեսուրսների, եւ բացի իրենց անձամբ տիրապետելը, նաեւ ֆինանսավորվում են կոնկրետ գրասենյակներից մի մասը, ապա ես կարծում եմ, որ այս սա հենց այդ իշխանությունների բաց թողումն է, որ նրանք դեռևս ունեն ռեսուրսներ, որոնք պիտի օգտագործեն հանրությանը մեդիա տերորի ենթարկելու բանում։ Հիմա մենք եկեք նստենք նա մտածենք մի կողմից։ Օրինակ բոլորս գիտեք ինչ նախ հա Գեգամ Նազարյանը մի կարճ բան կա վիդեո կա ես ուզում եմ մի 3 ամիս առաջ այս դեպքը այս ելույթը եղել այս հատվածը ուզում եմ մի հատ բոլորով լսենք որովհետև հետագային միտքը կառուցել եմ մոտավորապես դրա վրա Սեր Սարգսյանը 10% անդամ իմանալ որ վերահասկանում մենք գոնե ինչ որ մի հաջողություն ենք ունենալու ինքը 18 թվականին չէր ժողովրդի իշխանությունից ես ուզում եմ որ հայ ժողովուրդը իմանա ու քաջ իմանա որովհետև իրենք իմացել են որ պատերազմը անխուսափելի է որովհետև իրենց ամեն տեղից ասել են որ պատերազմը անխուսափելի է իսկ իրենք կանխելու փոխարեն փախան մի հատ ծուղակել անփորձ նոր իշխանության առաջ դրեցին մտածալ լինելով որ իրենք են հայ գնալու են այդ ծուղակը անդադար ասելով սրանք եկել են որ Արցախը տա սրանք եկել են տալու պես երիտասարդ իշխանություն ասում են չէ ավելի է բանանում ավելի է մտնում այդ ծուղակի մեջ Իհարկե ես չեմ արդարացնում դա։ Ես գիտեմ մասը են բանան Նիկոլի փաստաբանն է սա։ Ես հայ ժողովրդի փաստաբանն եմ։ Ես եկել եմ այստեղ որ մեկ անգամ էլ ժողովրդին ասեմ, ժողովուրդ թույլ չտաք ձեզ խաբել։ Թույլ չտաք։ Արցախի հարցը որոշված է 1922 թվականին։ Հետո որոշված է 1991 թվականին։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին երբ որոշակեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամբողջ բանակցային գործընթացը եղել է մի հարցի շուրջ։ Ոնց անենք աշխարհին խփենք որ մենք բանակցում ենք Արցախի ինքնորոշման կարգավիճակի այս ամենաշրջանի վրա, բայց Ցկենելի, իջը դրանք ով ինչ ասում։ Այս այն իրականությունը սիրելի հայ ժողովուրդ։ Եվ ով կգա այստեղից ասի որ դա այդպես չի եղել, ինքը առաջինը իր խրճիանը պատասխանատվական կարող է իրոք ջուրիմացության մեջ, որտեղ իրոք կան պատգամավորներ, իրոք որ հավատում են որ մենք Հայաստանը, կարող դեպք դուրս գալ Ռուսաստանի, Իրանի, չգիտեմ Թուրքիայի, Ադրբեջանի, Ամերիկայի դասային վերցած, այս ենք մենք եղել։ Ու ցավոք շարունակում ենք այս մնալ։ Ուրեմն, հիմա ես մի փոքրիկ բան պիտի հիշեցնեմ ձեզ։ Գեգամ Նազարյանին ես մշտապես ինչքան որ ես իհարկե Գեգամ Նազարյանն է ամենասկզբից 20-21 թվականներին բարվականին ագրեսիվ կերպով մտել էր քաղաքական այս ամեն ինչի մեջ եւ ես կարծում եմ որ նա այդ պահին ուներ այլ կարծիք եւ ոչ թե նա անում էր դա որպեսի պատգամավոր դառնա այլ մարդը զավակ էր կորցրել նրա ականջները լցրել էին տանատեսակ սատերով օգտվելով նրա բաց հոգեվիճակից եւ կարողացել էին քաշել իրենց դաշտ Եվ Գեգամ Նազարյանը ամենաագրեսիվներից էր, այո, նա նույնպես շատ կոպիտ է խոսել հանրության հետ եւ այլն։ Ես ինչքան որ այն ժամանակ հակադարձում էի, փորձում էի հասնել հակադարձել սրան նրան, Գեգամ Նազարյանին միշտ ասում էի, հարգելով այն հանգամանքը, որ դուք հանդիսանում եք ինձ համար զոհված տաղու հայր, ու իմ երեխաների համար զոհված տաղու, ես չեմ կարող ձեր հետ կոպիտ խոսամ, բայց խնդրում եմ մի արեք դա։ Չնայած մի երկու անգամ մի քիչ կոպիտ պատասխանել եմ, բայց այդ սուբորդինացիան միշտ պահպանել եմ։ Ու ասել եմ Գեգամ Նազարյան, ես շատ լավ գիտեմ, որ դու այդ մարդը չես։
ու դու մի օր գալու ես այդ։ Քանի անգամ եմ դա ասել, անգամ ֆրինուսերս ատեսության շրջանակներում եմ ասել։ Ու ես վստահ եմ, որ նա գալու է սրան։ Ես վստահ եմ։ Ու երբ որ ինքը քիչ-քիչ սկսեց արդեն հասկանալ, դե տեսեք Ժորժ ջան, մենք էլ հիմա շատ բան կարող է այլ կերպ իմանանք, չէ՞։ Օրինակի համար։ Գնանք դառնանք падգամավոր կամ կառավարության անդամ, ծանոթանանք գաղտնի փաստաթղթերի, ծանոթանանք որոշակի դրվագների փակ քննարկումներ լինում, չէ՞, եթե մի քննարկումը փակ է, ուրեմն այդտեղ գաղտնի բան է խոսածում, որը հրապարակման ենթակա չի։ Այսինքն ուզես չուզես, քո տեսակ դաշտը, այսպես բան է լինում, էլի ինքը։ Կարա փոփոխվի, ինլայնվում է եւ այլն, քո հաշվարկները այլ կերպ են դառնում, քո քաղաքական խոսքը այլ կերպ է դառնում, դա նորմալ է։ Եվ այսօրվա դրությամբ մարդը, ով հանդիսանում է թերևս ամենաբան ընդդիմադիրներից, այսօրվա դրությամբ սա ասում է, ու սրանով ինչ է ասում։ Սա այս տեքստով ասում է Ժորժ ջան, բաներ կա, ես գաղտնիության համար ստորագրել եմ։ Ես չեմ կարող դրանք հրապարակեմ, բայց ես լինելով նրանցից մեկը, մտնելով ու այստեղ ծանոթանալով իրականությանը, այսօր այս եզրահանգմանն եմ եկել։ Ու փոխարենը, սա փոխարեն, ինչ են անում ընդդիմադիր դաշտից, եկեք միասին գուշակենք, նրանք ոչ թե Գեղամ Նազարյանին ասում են, չէ դու սխալվում ես, այսպես չէ, այնպես է, ոչ, նրանք սկսում են պախարակել, միակ գործիքն է KGB-ն, որ մշտապես օգտագործում է, երբեք քո այդ դիսկուրսի մեջ չի մտնի, եթե դու ուժեղ ես, նա չի մտնելու քեզ այդ դիսկուրսի մեջ, նա սկսելու է քեզ պախարակել, ոնց որ պախարակել ու պախարակում են շատերին, այդ թվում նաև ինձ։ Սա նրանց գործիքն է։ Ծախեցիր տեղի տալու, դու դավաճանեցիր, այսպես բաներ են խոսում, ապա բան է ասում։ Հարց է, կարաք այս թեմայով խոսեք, բանավիճեք հետը, թե չէ։ Չեք կարող, որովհետև դուք հիանալի գիտեք, որ ճիշտ է ասում, որովհետև ի տարբերություն ձեզ, նա իր խղճի առաջ պատասխանատվություն է կրում։ Եվ այո, նա այստեղ խոսում է, հետ իր խղճը անունից, իմիջիայլոց, падգամավորները իրենց երբման արարողության մեջ խղճով գործելու մասին ձևակերպում նույնպես ունեն։ Եվ մատը իր որպես падգամավոր խոստումը կատարում է, ի տարբերություն ձեզ, շատերիդ։ Հիմի, ինչ-որ մեկը կա, որ կարա հակադարձի։ Այո, 91 թվականին, երբ որ սահմանադրություն էինք ընդունում, Արցախը որտեղ ենք տեսրել։ Միացումով եկան։ Սահմանադրությունը ընդունեցին։ 91 թվականին անկախացան, դրանից հետո սահմանադրությունը ընդունեցին։ Միացումով եկել են, Արցախ միացում։ Ախպեր ջան, դու չես ճանաչել քո տարածքային ամբողջականությունը Արցախի հետ հանդերձ։ Դու ո՞նց ես հետո կանգնում ուրիշ բաներ խոսում։ Դու ինք հենց դրա համար, քանի որ Լևոնն էր առաջնորդողը, KGB-ի մի հետական ագենտ էլ նա։ Դրա համար պետք է, քանի որ փլվում է սովետական միությունը, ժողովուրդը զարթոնք էր ապրում, այս զարթոնքի մեջ պետք է այս հատուկ ծառայությունները դնեն իրենց ներկայացուցիչներին, որ քիչ-քիչ դարձնեն կառավարելի։ Եվ դրա համար շատ կարճ ժամանակ անց միանգամից մենք քանի տար խորհրդային միությունից անկախության թեզով, միացման թեզով անջատվեցինք, հաջորդ քայլին ճանաչեցինք Արցախը ոչ Հայաստանի տարածքի մեջ, ոչ էլ ճանաչել ենք անկախ։ Արցախին որպես պետություն մենք չենք ճանաչել, հասկանում եք, եւ ոչ էլ գնացինք այլ ուղղությամբ։ Մենք ճիշտ հակառակ պատտվեցինք, հետ մտանք ԱՊՀ, անկախ պետությունների համագործակցության հետ բան։ Նա սովետ էլի։ Պատտվեցինք, սիրուն հետ մտանք այդտեղ։ Եվ Լևոնը պիտի կանգներ ու ասել թե մենք բանալ, գիտեք չենք կարող ուրիշ ձև։ Բայց չենք կարող, այդ ինչ էիք անում։ Կամ դրանից հետո 30 տարի ինչ եք արել։ Այսօրվա դրությամբ էլ դուրս եկել են, նա տեխնացու են չէ առաջարկել են, որ օրը մեջ աշխարհի կեղտոտ բաներով, ձևակերպումներով հանդես էր գալիս իր թերթով հանդես։ Դու ի սկզբանե վաստակել ես, որ քեզ հետ այդ նույն կեղտոտ ձևակերպումներով խոսենք։ Այնպես որ հեսանտրություններին ընթരാճ, եթե այդ ձևակերպումները լսես, խելոք ուլի պես կգնաս ու կհամակերպես այդ ձևակերպումներն ու մեկը ձեզանից չասեք, ատելություն են գեներացում, որովհետև ատելությունը գեներացրել է հակը 5 տարի շարունակ։ 5 տարի շարունակ։ Հիմա այս մեսը լսել է, ասում է, դե թողա մեզ ազատագրի, անժիկի մոտ, թողա մեզ ազատագրի, որովհետև դա բան է, օկուպացիա, ես ինչեր է խոսում։ Այ 20 թվականին այդպես հրավիրեցիք, որ եկան ու Արցախը տվեցին Ադրբեջանին։ Նախիջևաններն Ֆինտուֆլուշկայել, այդտեղ արևելյան Հայաստանի տարածքից էլ կտրեցին Կարծա Սուբուրմալու նահատները ու ասեցին հայեր ջան, տեսեք մենք ձեզ փրկեցինք։ Ումից փրկեցիք, դե ձեր բռնապետներից։ Վերջ հետևից 70 տարի Լենին Լենին բուծիչ սրանով ապրել են գնա գալիս ու մինչև այսօր ուղեղները դա է մինչև այսօր հանրությանը համոզում է թե գիտեք իհարկե ոչ միայն առանց ռուսի էվոլյուցիոնը չէ բայց տնտեսությունը դրա հետ է կապված ոնց է ապրել բնական է առանց Ռուսաստանի գոյության այդտեղ մեզ դժվար կլինի բայց նույն հաջողությամբ մեզ դժվար կլինի առանց օրինակ Իրանի գոյության այդտեղ առանց Թուրքիայի գոյության այդտեղ չտված հեշտ կլինի եթե պետություններ են կողքիդ պետություններ են, քո տնտեսական առաջին հարաբերությունները պետությունների հետ պիտի լինի։ Բնական է, ասենք Ֆրանսիայի համար ո՞նց է ավելի հեշտ, առանց Ավստրալիայի թե առանց Իսպանիայի։ Ֆրանսիայի նման գերտերության հետ համար։ Տարական բաներ է, էլի։ Մենք չենք կարող, եթե նրա պատկերացնում եք, եթե փակեն այս ինչ բան, է։ Ասենք դուք տենց եք աշխարհը պատկերացնում, այո, որոշակի ճնշումներ, այդպիսի ճնշումներ գործադրում են, բայց ոչ ուղիղ։
Ոչ ուղիղ։ Դա լավ իմացեք։ Բայց ինչու՞ պիտի փակի։ Դե որպեսի չփակեք, Հայաստանի վրա գրենք Ռուսաստան սուսուփուս ապրել։ Կամ ինչ տարբերություն։ Ժամանակին գրենք Թուրքիա, ոչ էլ կցեղասպանվենք էլ։ Դե ինչ ազատագրական պայքարի մեջ եք մտնում ումից։ Դժվարու բանա։ Մենք դրել ենք այսօրվա մեջ քննարկում ենք, մեր քննարկումը կազմակերպում ենք 100 տարի առաջվա մենտալիտետով, պատկերացումներով։ Ճիշտ 100 տարի առաջվա։ Մի հատ բան է նայում։ Այն ինչ որ նայում եմ, դրանք դեռ հետ Ջորջ ջան։ Ես այդ պահին փորձում եմ գրառում անեմ, հարցադրումներ անեմ, այդ ջանդամ, հա։ Բայց երբ որ տեսնում եմ, մարդիկ կան, որ հարած յուղի պես դա ընդունում են, հələ մի բան է, երբ որ ես բան եմ գրում, նրանցից առաջ իրանք են մտնում փորձում պատասխանել։ Ստեղ այ մարդ ասում ես, արի գնա սելդ քշի, էլի, այ մարդ, այ ես քո նմանի հույսով ասա այստեղ դա ասում։ Հեսա տեսնեմ կգտնեմ, եթե չէ բանավոր կներկայացնեմ խոսքը ինչի մասին է։ Էս վաղուց է առանձնացել։ Հա, հեսա, խնդրեմ, նայ։ Օրինակ, էլի ամենայն հարգանքով։ Թուրքերը հայերին տվեցին պարլամենտական 12 աթոռ։ Որովհետեւ մենք պատկերացնենք այս թռիչքը գավուրից ուրեմն падգամավոր թե այ ժողովրդի ինչ թռիչք ունեցավ։ Հիմա շատ է խոսում Ադրբեջանից ներկրված բենզինի մասին։ Պատկերացրեք, որ Ադրբեջանը Հայաստանին անվճար նվիրեր 12 միլիոն վագոն բենզին։ Այդ թռիչքը այդպեսին էր։ Գավուրից падգամավոր։ Անցավ կարճ ժամանակ եւ երբ թուրքերը շատ ավելի լայնամասշտաբ կոտորեցին հայ։ Եվ այստեղ մի զուգահեռ կա, երբ որ Անդրանիկին առաջարկեցին դառնալ падգամավոր։ Անդրանիկն ասաց, սրանք նույն թուրքերն են եւ ես չեմ դառնա падգամավոր, թուրքական։ Եվ այս դիրքորոշման հետևանքով կենտանի մնաց։ Զոհրաբը ի տարբերություն Անդրանիկի դարձավ երիտթուրքական падգամավոր եւ նույն երիտթուրքերը սպանեցին Զոհրաբին։ Հիմա մենք ազգովի նույն երկընտրանքի առաջ ենք։ Կամ գտնվում ենք Անդրանիկի նման ողջամիտ եւ չենք հավատում դատարկախոսություններին ու ապրում ենք, կամ գտնվում ենք Զոհրաբի նման միամիտ, հավատում ենք դատարկախոսություններին եւ մեռնում ենք։ Թուրքիան եւ Ադրբեջանը որևիցե պատմական քաղաքական հնարավորություն բաց չեն թողնելու թուրքական աշխարհ ստեղծելու համար, իսկ Հայաստանը որպես պետություն այդ աշխարհի ճանապարհը փակում է։ Հասկացա՞ք, չէ՞։ Տեսեք, այսօր մտածում եմ 100 տարի առաջվա մոդել մասին, ընդ որում սխալ։ Ու սրա տակ լայքովներ կան, գիտեք ինչի, որովհետեւ խոսքի մեջ որոշակի ճշմարտություն կա, նախ եւ առաջ, որ այո, թուրքական աշխարհը զարգանալու միտում ունի, ու մենք այդտեղ մեր դիրքում ենք ու խանգարում ենք ինչ որտեղ։ Երկրորդ խոսում տալիս են հերոսների անուններ մեր կողմից Սիլվաչա, Անդրանիկ եւ այլն, ու մենք սկսում ենք լայքել, հետաքրքրվել, վայ ինչ խելացի բան ասում, բայց մենք մանիպուլյացիա չենք հասկանում։ Գիտեք ինչ, նախ եւ առաջ ձևակերպումը, որ թուրքերը մեզ տվեցին 12 մանդատ եւ մենք գավուրից դարձանք падգամավոր, արդեն սխալ ու վատ է, որովհետեւ այդ թվականներին թուրք հասկացողություն, թուրք բանը Օսմանյան կայսրության պարլամենտում գոյություն չուներ։ Թուրքերը համարվում էին երրորդ սորտի, եսի ինչ է։ Խոսքը օսմանցիների մասին է, այո, թուրքական ցեղերը, բայց օսմանցիների մասին է։ Օսմանյան կայսրությունն է դա։ Թուրքերը հետո, հա, որովհետեւ այդ նույն օսմանյան կայսրությունը, երբ որ մեկը մեկին ուզում էր վիրավորել, հենց նույն պալատական մասով ասում էին թուրք։ Շուն թուրք։ Դե ձեր չտվա այդ շուն թուրքը հայերն են դրել այդ անունը թուրքերի վրա։ Եվ օսմանյան կայսրությունը նվիրել միայն թուրքական ցեղին, դա մի քիչ այնքան էլ լավ ձևակերպում չի։ Երկրորդ, այո, Անդրանիկը հրաժարվեց եւ շատերը շատ բաներից են հրաժարվել, որովհետեւ ազատագրական պայքարի մեջ են, բայց ասել որ Անդրանիկը չի օգտվել նաեւ նույն անձնավորության падգամավորների, հայ падգամավորների падգամավոր լինելու կարգավիճակից սխալվում եք, որովհետեւ շատ ինֆորմացիաներ թե ինչ է պատրաստվում, ինչ քաղաքական որոշումներ կան եւ այլն, բնական է որ պիտի ընտերից իմանալ։ Երրորդ, այդ ժամանակ ամենակարևորը, երրորդ եւ ամենակարևոր բանը այդ ժամանակ մենք չունենք պետություն։ Չունենք պետություն։ Այսինքն ազատագրական պայքարը եւ պետություն կառավարելը դա տարբեր բաներ են։ Դու ազատագրական պայքար ես սկսել, որպեսզի ունենաս պետություն։ Եվ երբ որ ազատագրական պայքարից ու ամենատարբեր մի խոսքով պատմական դրվագներից հետո վերջապես ունեցել ես պետություն, առաջինը կապ ես հաստատել օսմանցիների հետ եւ առաջարկել հարաբերությունների կարգավորում։ Սա անգամ նամակները կան։ Ես կխնդրեմ կարդաք ու հրապարակեք հանրությունը տեսնի։ Ես միայնակ այդքանը չեմ կարող միշտ տանել։ Թե ընդ որում եղբայրական Թուրքիայի հետ։ Եղբայրական Թուրքիա ձևակերպմամբ պատկերացնում ես դեռ 18-19 թվականներին, 18 թվականին 3 տարի անց ցեղասպանությունից, որովհետև պետական մտածելակերպը հուշում էր, որ ազնական զգացմունքները պիտի դնի մի կողմ, որ հազիվ ձեռք ենք բերում պետական միավոր, ուստի իսկ Թուրքիային չենք կարող այդտեղից անել ռադ անել, ուստի պետքա գնալ հարաբերությունների կարգավորման եւ թույլ չտալ, որպեսզի լարվածություն լինի ու սրվի դա, որովհետև Հայաստանի ու Թուրքիայի քաշը տարբեր է։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եվ այսօր դնել ասել որ այ այսօր էլ պետքա գնալ այն ճանապարհ իմ ամենասիրելի հերոսներից Անդրանիկը ես ձեզ ասեմ իմ հակառակ չմտածեք ամենասիրելի պապուս անունն էլ Անդրանիկա ընդ որում տղիս անունն էլ այնա պիտի Անդրանիկ դնե բայց
Պապուս հոր անունն եմ դրել, որովհետև այն չկա մեր ցեղում։ Ուրեմն Անդրանիկը ու Պապուստոյս հիշում եմ այդ գորգը։ Այն ժամանակ գրեթե բոլորը ունեն, ովքեր Կարսից էին գաղթել եւ այլն, բոլորն ունեն Անդրանիկի պատկերով գորգը։ Բայց այսօրվա դրությամբ պետությանը տանել արկածախնդրության ճանապարհով ո՞րն է քո առաջարկը։ Ո՞րն է քո առաջարկը։ Չէ, եկեք հաշվի չնստենք եւ եկեք այս թուրքական աշխարհի մեջ սեպի նման միայն մակարեք։ Այո, մենք սեպ ենք, դա գիտակցում ենք։ Վերջ։ Զգացմունքները դրեցինք մի կողմ։ Ինչը անհրաժեշտ անել, մոտավորապես 100 քանի միլիոնանոց Թուրքիայի եւ մի 10 միլիոնանոց Ադրբեջանի հետ։ Ինչ է առաջարկում։ Կլինեն մարդիկ, եկեք հզորանանք եւ որպեսի, այո, բայց աշխարհում գոյություն ունի մեկ այլ հասկացողություն նույնպես։ Դա արտաքին հետախուզությունն է։ Այսինքն, եթե դու հզորանում ես, որպես ինչ որ պահի հարցակվես կամ չգիտես ինչ, չգիտեմ ինչ անես, կամ նախ դու չես կարող հզորանաս, եթե անընդհատ քո երկու հարևաններին դիտարկես թշնամի ու նրանց հետ լինես թշնամական հարաբերությունների մեջ պետական մակարդակով, քեզ ոչ ոք թույլ չի տա որ դու հզորանաս, սա մեկ։ Երկրորդը դատակին հոտախոսությունը ունեն մեր տվյալներ, ասում են, այդտեղից անընդհատ վտանգ սպառնում։ Այնպես որ եկեք լեգիտիմ հիմքեր ստեղծենք առաջինը մենք նախահարցակ լինելու համար։ Մեծ որ եկեք մի քիչ այդ զգացմունքային դաշտով մեկը մյուսին խորհուրդ տալով գիտեք դեռ եւս բան ասել է, այն մյուսը ասել է, մենք հիմա ազատագրական պայքարի մեջ չենք։ Մենք հիմա խաղաղության օրակարգն ենք ամրացնում, մենք, այո, հասարակությունը։ Եվ շատ լավ կլինի, որ սկզբի համար, դեռևս սկզբի համար լինենք իրավագիտակից եւ իրավահպատակ քաղաքացիներ։ Կարող եք սա մեր միջավայրում ապահովել, ամեն մեկս մեր հերթին։ Եթե կարող ենք, ուրեմն հավատացեք Հայաստանի Հանրապետությունը առնվազն 50 տարով գծված է, իսկ հնդածած հզորացումն էլ իր հերթին ամեն ինչը կլինի։ Մենք անգամ հասարակ այդ տարական բաները բոլորով չենք անում։ Բայց մեծ խոսելուց պետք է ասենց, պետք անես, լուրջ։ Այս ինչ բան է, դու այդքան բանը գիտես, մի ամբողջ մասնագետների խումբ նստած, ոչ տեղյակ է, ոչ էլ մտքով անցնում է։ Օ, Խարժակ ջան, անչափ շնորհակալություն այս նյութի համար։ Ուրեմն, եկեք միասին դիտենք։ Իմ լավ ընկերն է ուղարկել, իմ Facebook-յան լավ ընկերը ուղարկեց հենց նոր։ Եկեք լսենք, հա։ Մի րոպե սենց անեմ, որ Հարցեր պարոն Մուսայելյանի։ Արցախի պարլամենտ։ Դրեմ պարոն Պետրոսյան։ Պարոն Մուսայելյան, թոշակառու նախագահներին յուրաքանչյուր տարվա կտրվածքով տրամադրվում է մոտավորապես 20 միլիոն դոլարի գումար։ Մտադիր եք արդյոք պաշտոնավարման անցնելուց հետո երբևէ քննության առնել, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվում։ Դոլար։ 20 միլիոն դոլար։ Յուրաքանչյուր դոլար։ Շնորհակալություն հարցի համար։ Կպատասխանեմ այսպես, նման իրավիճակում, նման հարցերում մեր իրավական եւ ընդհանրապես իրավական դաշտը եւ ընդհանրապես այդ թոշակառուների պաշտոնատու եղած թե նախագահների, թե այլ պաշտոնյաների թոշակների հարցը պետք է կարգավորվի այնպիսի տեսլականով, այնպիսի համակարգով, որը իրական է մեր պայմանների համար։ Ոչ միայն նման հարցեր, այլև շատ հարցեր կան, որոնք ենթակա են վերամշակման, բայց նման հարցերը պետք է իրավականացվի իրավական դաշտի սահմաններում։ Ես ինչքան հիշում եմ, եւ որ նախագահի մասով օրենք եք ընդունել պաշտոնատու նախագահի ճարտոնություններից պետք է օգտվի։ Եթե 20 միլիոն դրամա ես հայտարարում եմ եւ պարոն Քոչարյանին եւ պարոն Ղուկասյանին եւ պարոն Սահակյանին հետ վերադարձ։ 20 միլիոն դոլար անհնարին է պաշտոնատու նախագահի վրա ծախսել, այդ թվում նաեւ թոշակը եւ մնացած արտոնությունը։ Հիմա հաշվեկնիչ պալատի հաշվետվության ժամանակ ինձ թվում է, եթե տեղեկություններ ունենք, հաշվեկնիչ պալատի ներկայացուցիչը նաեւ այդ մասով կհայտարարի։ Եթե չի գրա որ գտիմենք, դա անթույլատրելի է, որևէ պաշտոնատու նախագահ տարեկան ծախսը կազմի 20 միլիոն դոլար։ Դա մեր բյուջեի մոտավորապես մեր բյուջեի 10%, 9-10%։ Շնորհակալություն լավ ինչ է։ Մենք ունենք նաև մտքերի փոխանակության հնարավորություն։ Այս տեղյակ չեք։ Արցախի պաշտոնաթող նախագահները տարեկան 20 միլիոն դոլար թոշակ են ստացել։ Դա Արցախի բյուջեի մոտ 10%-ն է եղել։ Հետո ինչ դառավ։
Ինչ դառնա, պարզեցիք դոլար էր թե դրամ։ Սրա մասին հայտարարություններ կան, թոշակառուների մասին մտածողներ։ Ուսա պետքա ճշտել, իսկապես պետքա ճշտել մի հատ։ Կարա լինի, Արման ջան, կարա լինի, ես քեզ ասեմ։ Կարա լինի, ու ես գիտեմ ոնց կարա լինի, բայց քանի որ ես էլ ձեր հետ հենց նոր ծանոթացա այս նյութին, ես մի քանի բան կա ուսումնասիրեմ, հետո առաջիկայում բան կանենք։ Էդի։ Առաջիկայում։ Եթե ու ինձ թվում է, որ կարա լինի մի քանի այլ հանգամանքների հետ կապված էլ, այսպես ասեմ։ Ամեն դեպքում առաջ չընկնենք, չշտապենք։ Մի խոսքով վերադառնանք ժողովուրդ ջան։ Ուրեմն դե գիտեք, չգիտեմ, արդեն մի ժամ անցավ։ Եկեք ես առաջարկում եմ այսքանով եզրափակենք լավ եթերը, չնայած ցավոք մեզ շատ քաղաքացիներ նոր են միանում, բայց չեմ չարաշահի սկզբում միացածների համբերությունը, եթե կարծում եք կարող է հետաքրքիր է եղել, կարող եք հետնալ եւ սկզբից դիտել, ինչի համար նույնպես շնորհակալ կլինեմ, որովհետեւ թե դիտումների քանակը, թե կիսումների քանակը, թե լայքերի քանակը, բաժանորդների քանակը, հավատացեք, տավայտանքի մեջակցում շատ այլ ուժերի, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ մենք այստեղ քաղաքացիական արտակ ենք ու փորձում ենք տրամաբանական շեշտեր գտնել ու մեկնաբանել մեր ձևով այն ամեն ինչը, ինչ որ փորձում են մեզ սպասարկել քաղաքական բաները, բայց կարդում գրածը չհասկացա, եղբայր հիմա ով է մեղավոր, ինչում Faz TV, ինչում է ով մեղավոր, ցավոք տանեմ, խնդրեմ ասես փորձենք միասին գտնել մեղավորների։ Այս միամիտը զորապեն ինչու է միամիտ համարում, զորապը մեծ հարգանք ուներ թուրքական պարլամենտում եւ հետագայում միանալով գաղթականներին ընկավ կոտորածների արդյունքում չցանկանալով լքել գաղթականներին։ Դե Պետրոս Գալստյան ջան, դու մարդը այդպես է պատկերացնում ու մեկնաբանում եւ կարծում եմ, որ Օսմանյան կայսրության տիրույթում ապրող էթնիկ ժողովուրդ հանդիսացող հայերը միամիտ գյավուրից դարձան պարբան պատգամավոր, ինձ արդեն այս նկարագրությունը հունից հանում է, որովհետեւ հայերը ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլ ցավոք սրտի բոլոր կայսրություններում էլ իրենց հիանալի են մշտապես դրսևորել, ու այդ կայսրություններում եղել են էլիտան, գրեթե ձևավորել են էլիտան, ուղղակի քանակական առումով քիչ, որովհետև այնքան բան ինչքան որ հայերը ունեն արած Օսմանյան կայսրությունում, Օսմանյան կայսրության համար, հետագայում նաև Թուրքիայի համար, երևի ոչ մի թուրք այդքան բան չի արել իր երկրի համար։ Իր որքան բան որ ունեն հայ մտավորականները եւ հայ ժողովուրդը արած Իրանում, նո բանը Պարթևստանում կամ Պարսկաստանում կամ նո պատմական, հա, առումով երևի այնտեղ ապրող որևիցե ազգություն չունի արած։ Այնքան բան ինչքան հայ ժողովուրդը ունի արած սովետական միության շրջանակներում, դա ռուսական կայսրության փոխակերպված անվանումն է։ Ոչ մի ռուս այդ երկրի համար այդքան չունի արած։ Բայց արիուտես մենք ունենք հիմա պետական միավոր, բայց մենտալիտետով դեռևս մենք կայսրահպատակ ենք։ Մենք դեռ պետականամետ հասարակություն չենք, ցավոք սրտի։ Որ այդքանից հետո չպարզվեց այդ թեմիլիոնն ու շարունակեց։ Ասեմ, իմ կարծիքը, հա, իմ կարծիքը ասեմ։ Իհարկե կփորձեմ ես հետաքրքրվել, խոսքը իսկապես դոլարի մասին է, թե դրամի, չնայած գիտեք ինչ։ Արցախում 20 միլիոն դրամն էլ նես չի որ հենց հիմա Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները բողոքում են, որ վարչապետը 3.5 միլիոն դրամ բան է ստացել, հավելյալ ստացել։ Նո, պարգևավճար, որը որ ես ոնց հասկացա, իրավաբանական անվանումն է այդպեսին։ Բայց այլ կերպ է դա հաշվարկվում։ Վարչապետը պետության 3.5 միլիոն դրամ ամսեկան հաշվարկվել է, այսինքն մոտավորապես 40 քանի 50 միլիոն մոտավորապես դրամ 20 միլիոն ստացել են 120,000-ից Արցախում։ Դա էլ պաշտոնաթող նախագահների մասին է խոսքը, ոչ թե աշխատող։ Սա մեկ, երկրորդ ես կարծում եմ հնարավոր չի լինելու բարձել եւ ունեմ հիմնավոր պատճառներ այդպես կարծելու, նախ դրա համար էլ Արցախը տվեցին, որովհետեւ շատ հեշտ ու հանգիստ կապիտուլացրեցին, որովհետեւ այնքան բան, ինչքան որ բացվելու էր Արցախից տարիների առաջ, տասնամյակների առաջ, փաստաթղթավորած, այդ ամբողջը վառեցին։ Հաշատ, ձեր կարծիքով ինչ արխիվ բերած կլինեն Հայաստան։ Մոտ 6 ամիս շրջապատման մեջ էին, 6 ամիս։ Ունեցել են լավ էլ ժամանակ իրենց արխիվները դասավորելու, մաքրելու իր հետքերը, լափածները, սև հաշվապահությունները եւ այլն եւ պահեսները եւ այլն եւ այսպես շարունակ լվանալու են գումարները, որոնք որ եղել է ու Արցախը հանձնելուց հետո բնականաբար հիմա քրեական գործել սկսեց գրեթե անհնար է լինելու դրանք բացահայտելը ու բանալը։ Վերեցին դրեցին այդտեղ
Այո, ես կարծում եմ, որ Արցախը հանձնելու նպատակներից մեկն էլ սա է եղել, որովհետև բացվում էր սա, բացվում էր։ Այնքան գործեր, որոնք որ եկան լսվեցին հատկապես 20-ից հետո մի քանի ամսում, բավատացեք, դրանք բացվելու էին։ Արդեն առնվել էին մի մասը քննության եւ այլն, բայց հիմա անհնարինության պատճառով քննությունները գործերը կան կարճվել։ Իսկ Արցախը եղել է շատ մեծ լվացքատուն։ Չէ՞ թե բացահայտել պետք չի, դրա մասին ով չգիտեր։ Հա դե գիտենք, բոլորս գիտենք, բայց հիմի օրինակ հենց հիմի ինչ կարող ես անել, ոչինչ։ Ոչինչ։ Իրավական առումով հենց հիմի հանցակազմ։ Հիմի կարելի է մաքսիմում փորձել նրանց ովքեր որ այստեղ հյուրանոցներ ու չգիտեմ ինչեր, ինչ ասես ունեին իրենց Արցախում պաշտոնավարման տարիներին կուտակած, կարելի է դրանով անցնել, այլ ցանկացած հեքիաթ կպատնեն, կանցնի կգնա, մեկ Արցախը չկա, ոնց ես գնալու, ճշտես որ մեղադրանք առաջարկես։ Բարդացրել են աշխատանքը, գրեթե դարձրել անհնարին։ Որոշ դեպքերում հնարավոր է բնականաբար, բայց հիմնականում այդպես։ Այս դրա համար, որպեսզի հնարավոր չլինի Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես մաքրվել նրանցից ու ռուսներից։ Ում ոնց հետ որ օրթախ աշխատել են։ Օրթախ աշխատել են մարդիկ։ Այո, եւ Ղարաբաղը դրա համար էր լվացքատուն նաեւ, որ ինքը ինչ էին այդքան ձգում, հայ նախորդ եթերը որ նայեցիք, ինչ էին բանը Գեգամ Նազարյանի բանը, ինչ էին այդքան ձգում լավ, ինչ գիտեին չէ չեն կարող խափեն աշխարհին։ Բայց ձգում էին հատուկ թույլտվություններով, որովհետեւ ինքը չճանաչված տարածք է, հետեւաբար չճանաչված տարածք է, որտեղ կան բանկեր, գործում են այդ բանկերը, պատկերացնում եք, ու վերահսկողություն իրականացնելը գրեթե անհնար է, որովհետեւ ինքը չճանաչված տարածք է։ Հասկանում եք։ Եթե վերահսկող որևիցե միջազգային կառույց ուզենա գնա վերահսկելու այնտեղ, որ հասկանան փողերի լվացումով ոչ են զբաղվում, ինչ են գրելու իրաց մոտ, ուր են գնում, ինչ են անում, ինչ թուղթ են տակը դնում իրաց գործողության։ Ու դա ձեռ է տվել բոլորին, իմիջիայլոց Ադրբեջանը նույնպես ունեցել է իր տոկոսները։ Այդտեղ շատ ուրիշ խաղեր ա գնացել, շատ ուրիշ բաներ։ Սա է։ Եվ հիմա դուրս են եկել շատ խոսում են թե բան, իհարկե իրենց խոսալով չի, բայց կներեք, Արցախ Տելեկոմի փակվելը ինչի մասին էր։ Ինչի մասին էր։ Ումն էր, ինչի մասին էր։ Կապ չկար, պատերազմի ժամանակ կապի միջոց չես ունեցել, կապ չես ունեցել։ Բան չես ունեցել։ Նո, հա, կապի միջոց ասելով լավ, մեկ-մեկ բռներ զանգեր, դրա մասին չի խոսքը։ Հեսա հետո լինում է ադրբեջանցին իրեկած Սպուտնիկ ունի օդի մեջ։ Մենք ոչ մի հատ էջանոց չունենք։ Սա քեզ համար վտանգ էր ներկայացնում այնտեղ։ Խոսքը ռացիայի ունես լավ ռացիաների մասին։ Չկա։ Բայց բանկերի բաժնետերերը ովքեր են։ Մենք որ ուսումնասիրենք ուժեղ բաներ կարա բացվի։ Հիշում եք ժամանակին որ աղմուկելա որ ABB բանկի խորհրդի անդամներից թե բաժնետերերից մեկը ադրբեջանցի է։ Բանկի է, բանկ, որը ուղիղ ունի քաղաքացիների տվյալները։ Հիմա այսօր հիշել եմ որ վայ մի րոպե հələ բանը թուրքներ չեմ էր ճշնամին, հետո ինչ ենք անում, հա հայրենասեր ենք մենք ճիշտ է։ Դրել են Ալիկա Ալեքսանյան մատ նկար է հրապարակել паспортով, տեսել եք։ Բանը Տարոն Շախոյանն ասում է որ սա չի հանդիսանում Ռուսաստանի քաղաքացի, այս Ալիկա ու այսինքն չի կարա այստեղ լուրջ պաշտոնի մասին երազի անգամ, սա փորձում է ասած հերկի էլեկտորատի համար հայկական паспортը ցույց տալի, ասում է տես ես Հայաստանի քաղաքացի եմ։ Արա ինգեր ջան, մենք ես չենք ասում դու նաև Հայաստանի քաղաքացի չես կարող լինել։ Քեզ ասում ենք դու Ռուսաստանի քաղաքացիություն ունես։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ունի երկհաղաքացիության օրենք, որը կարող ես ունես համ Հայաստանի, համ որևիցե երկրի քաղաքացի, չէ՞։ Բայց միևնույնն է չես կարող այդ երկհաղաքացիությունով եթե ունես մեկից ավել ազնագիր, չես կարող լինել այնպեսի պաշտոններում, որտեղ որ գաղտնիության հազար բան կա։ Սա դուրս է, փոխանակ երկասի ես Ռուսաստանի քաղաքացի չեմ հանդիսանում, ասում եմ տեսեք ես Հայաստանի քաղաքացի եմ հանդիսանում։ Դա ծաղրում են, այդ մանիպուլացնելը սա է։ Սա է։ Մանիպուլացնելը հիբրիդային պատերազմը, ահա այս էությունն է, որին երևի վաղը ամբողջովին սրա ելույթները քիչ-քիչով տնենք լսենք։ Այսի։ Այս սրա մի քանի ելույթ վաղը հատա դնելու եմ լսենք, այս Արշակ Կարապետյան Կոչեցյանին, որ իբր պաշտպանության նախարար էր։ Հանդիսանում է Ռուսաստանից հողորտում է։ Այս սա հենց հիբրիդային պատերազմի փոքրիկ գեներալիկ է։ Որ տարտար կարաս երկելով գնա, տարտար կարող ես իրեն օրինակ բերելով, բայց եթե իրեն օրինակ բերելս ասես բադու մեկ է մարդիկ կարող դե օգնել ենք նախքին ներկանալու է, չհասկացեք։ Այսինքն ինքը դաշտում կարող են ամեն ինչ խոսել, երբ որ մենք ասում ենք իսկ դու SSNS-ը հոգնեցիք բռած, բա այնի լսելու չեք հոգնում։ Այդ է հարցը։ Իմի քաղաքացիները բարձ ասում են, Ալիկ Ալեքսանյան, եթե եթերը կդիտես, բանա, քաղաքացիների մոտ պահանջ է ձևավորված։ Ասում են մի հատ էլ վայնի բիլետի հետ, զինվորական գրքույկի հետ նկարվի։ Եթե կարող ես կամ եթե կարելի է, կամ եթե չգիտեմ, էլի,
որ հասկանանք դու Հայաստանի ծառայել ես, թե շարունակում ես ծառայել Ռուսաստանին քաղաքացիական հագուստով։ Դու ինչ ես կարծում։ Նարեկն է լինելու իրենց վարչապետի տեխնացուն։ Այդ չեմ կարծում։ Այդ չեմ։ Ես չեմ կարծում, որ իրանք այդքան ապուշ կգտնվեն, անկեղծ եմ ասում, որովհետև եթե Նարեկը չնայած ասենք, եթե համեմատենք օրինակ Քոչարյանի, Սերժի, Դոգի, ելով է, Թաթոյան, Մաթոյանների այդ պրինցիպի նույն կատեգորիան է, բայց իմ կարծիքով իրանք են հասկանում, որ Նարեկը բավականին խոցելի է, չի կարող դիմանալ որևիցե դեբատի, չի կարող դիմանալ որևիցե բանավեճի, չնայած նաև հաշվարկ կարող են անել, որ մեկը հասարակությունը այդ բանավեճերը, եթե չես գնում կամ դեբատի, եթե չես գնում, մեկը դրան գնահատական չի տալիս, բայց ինձ թվում է ամեն դեպքում ինքը չի լինի։ Չի լինի ինքը, ես տենց եմ կարծում, չգիտեմ, կարող սխալվում եմ, ինչ իմանամ։ Ասել են, այսօր ի պատասխան լրագրողների հարցերի, ով ինչ հարցերից ասեցին փետրվարի 12-ին կիմանանք։ Ինձ թվում է փետրվարի 12-ին ինչ-որ համագումար են դրել երևի, ասում են մի 20,000 կամավոր են միացել, տեսնենք քանիսն են ներկա լինելու։ Երևի էլի ես եմ, ով ուզում է լինի իրաց տեխնացուն։ Դա Սերժի թիմն է, վերջ։ Սերժի աշխատակազմի ղեկավարի տղեն է, ով դուրս է եկել այսօր հիշել է, որ Հայաստանում քաղաքացիներ են ապրում, որոնք ունեն հոգսեր ու կարելի է այդ հոգսերի մասին օրենսդրական բաներով հոգալ, բայց օրենքի մասին բան ես հարցնում զրո գիտակցություն։ Ինչ որ ուժեղ Հայաստան են գորգռում, բայց սատարում են պիղծ քահանաների ու եպիսկոպոսների, տերորիստների, այսինքն ըստ կարելի է վստահ լինել, որ նույն Բագրատ Քոչեցյալը, Վազգեն Գալստյանյանը, որ 2 օրով գնաց Մոսկվա բուժվելու, նաև այս թելներին բանանում, Ինչ որ ռևերսներ են անում, մի կերպ տեղավորվեն, դասավորվեն։ Սրանք են ուժն են, ովքեր որ դեմ են եղել թրիպի ուղուն եւ նրանք կարծում են, որ պետք է Սյունիքով Միջանցք տրամադրվի եւ այդտեղ կանգնած լինեն ռուսական FSB-ի զորքերը, սրանք այդ ուժ են։ Հիմա ով ուզում են դնեն իրանց առաջի համար, ում են ուզում, չգիտեմ, ում ուզում են դնեն, դա է իրանց գործունեությունը լինելու։ Բերել այլ տեղ։ Բայց ես կարծում եմ, որ մենք էլ որոշակի մեր վրա որպես հասարակություն մեզ վրա աշխատելու բաներ ունենք, ինչի մասին քիչ-քիչ խոսենք, ես չեմ ուզում առաջ ընկնել, շատ ընտրություններին դեռ ժամանակ կա, մենք գնահատականներ իհարկե կտանք ուսումնասիրելով քաղաքական հետագծերը, հնարավորությունները, բաց թողնված հնարավորությունները, գործի դրված հնարավորությունները, ամբողջ այս ընթացքում դրսևորած գործունեությունը եւ այլն, փորձենք գնահատականներ տալ։ Դե ինչ ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար, անչափ շնորհակալ եմ իսկապես, որովհետեւ սա ոգևորող է ինչ-որ առումով, երբեմն մենք էլ ես էլ մարդ եմ, ինքս էլ ունենում եմ որոշակի հոգնածություն, հիասթափություն, ասում եմ, լավ դեմի, ես ինչ է տալիս, որ տեսնում ես որ բանա, բայց ամեն դեպքում ձեր վերաբերմունքը, ձեր ուշադրությունը ու ձեր դիտումները ինձ հույս են տալիս, որ դեռևս կարելի է։ Հաջորդը առաջիկայում կփորձենք այս գիրքն էլ մի հատվածը, կարևոր հատվածը ընթերցել, եւ եթե ցանկանում եք, սա ռոպագանդայի մասին է, հենց ադրբեջանական, եւ եթե ցանկանում եք, մի հոդվածի մասին ավելի ճիշտ, բայց միտքը կմբռնեմ։ Եվ եթե ցանկանում եք, ես կարող եմ ընթերցել մի հիանալի գիրք, որը կոչվում է Բուն աղվանք եւ հայոց արևելից կողմանք, որը որ վերաբերվում է այսպես ասած Ալբանիային եւ հետագայում շատ արդեն վերջին ժամանակերում ձևավորված Ադրբեջան պետությանը։ Գոնե տեղեկացված լինենք, որ կարողանանք վիճելուց, բանավիճելուց, զրուցելուց անկապ իրար չվիրավորենք, այլ փորձենք իրարից սովորել։ Լավ եք ժողովուրդ, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։ Բարի գիշեր։